Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Նախագահ Արմենակ Աբրահամյան պետական կառույցներու կենսական թերի եւ ազգային ինքնագիտակցության վերազարթոնքի մասին։ Բաբ Լևոն 14-ի այցը Լիբանան խաղաղության եւ միասնության պատգամով։ Զաբել Եսայան ցեղասպանության ընթացքին իրականացված սերական բռնություններու մասին դիտարկումներով։ Ադրբեջանին առնչվող փաստաբանը Նանտերնի մեջ կտատվի գաշարագերության մեղադրանքով։ Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության առաջարկիցին մեջ Արևմտյան Հայաստանն է։ Երևանին կամ Բաքվեն հնչող ովևէ հայտարարություն չի կրնարմարել իրավական, պատմական եւ բարոյական ճշմարտությունը։ ԵԱԳ Մինսկի խումբը եւ անոր հետ կապված բոլոր կառույցները լուծարված են։ Արևելյան Հայաստանի կառավարության կայքեչին վրա հրաբարակված են Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող շարք առանցքային փաստաթուղթեր։ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերության տված հարցազրույցի ընթացքին Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան շեշտեց նախագահական կառույցի կարևոր թերն ու պատմական պատասխանատվությունը։ Անոր համաձայն այս կառույցը ոչ միայն իրավական, այլ նաև ազգային ինքնության պահպանման հիմնասյուներեն մեկն է։ Ան ընդգծեց, թե հայ ժողովուրդը կշարունակի իր պատմական պայքարը պահանջելով արդարություն եւ պատասխանատվություն բոլոր այն պետություններեն, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրաված եղած են հայրու ցեղասպանության իրագործման մեջ։ Մենք պարտավոր ենք շարունակել մեր իրավական պահանջադիրությունը հանուն նահատակներու հիշադակի եւ մեր ազգային արժանապատվության, նշեց Արմենակ Աբրահամյան։ Անդրադառնալով հայրենագիտներու ներգրավվածության նախագահը ըսավ, թե այսօր ակնհայտ է ազգային գիտակցության վերելքը։ Հայությունը գարթնա այդ գիտակցության վերելքը մեզ ուժ կտա շարունակելու մեր պայքարը ըսավան։ Խոսելով ազգային խորհրդանիշներու մասին, ան կարևոր նկատեց պետական երկչափին, օրհներկին եւ ազգային կառույցներու նկատմամբ ցուցաբերվող հարգանքը։ Ան միաժամանակ պատմեց հետաքրքրական դիպվածը իր անցյալեն, երբ Ֆեներբախչեի ղեկավարության ուղղված շնորհավորական նամակը առիթ դարձավ պատմական փաստի բացահայտման, անոր շուրջ քննարկումներու ընդլայնման եւ զարդիր լավող հիմնին փրկության։ Ի վերջո նախագահը դարձյալ գոչ ուղեց համախմբման։ Մեր պայքարը միասնական է։ Յուրաքանչյուրը իր կարողության սահմաններուն մեջ պարտավոր է իր բաժին ներդրումը բերել մեր ազգի աբական կառուցելու գործին։ Վստահ եմ առաջ կշարժենք։ Կոստանդնուպոլիս այցեն ետք Բաբ Լևոն 14-ը նույն օրը մեկնեցավ Լիբանան երկօրյա պաշտոնական այցով։ Դարիներ շարունակ տնտեսական եւ ընկերային ճգնաժամերով ձանապերնված Լիբանանը Բաբի այցելության առիթով հայտարարած է երկու ոչ աշխատանքային օր եւ հստակեցած է անվտանգության միջոցները։ Այցելության հիմնական նպատակը խաղաղության եւ միասնության պատգամ փոխանցելն է բազմագրոն այդ երկրին։ Ան հանդիպումներ պիտի ունենա երկրի նախագահ Ջոզեֆ Աունի, վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի հետ, որուն պիտի հաջորդե ելույթը պետական մարմիններու ներկայացուցիչներու եւ դիվանագիտական անձնակազմի առջեւ։ Եզրափակելով բազմաթիվ պատմական վկայություններն ու գիտական ուսումնասիրությունները, անհրաժեշտ է շեշտել, որ Օսմանյան կայսրության մեջ իրագործված հայրու ցեղասպանության ընթացքին հայ գիներու եւ երեխաներու դեմ գործադրված համագարկված սերական բռնությունները ովևէ ցեվով չեն կրնար դիտարկվել իբրև առանցին անձերու ինքնագլուխ գործողություններ։ Հայ գրող եւ մտավորական Զաբել Եսայան արդեն այն դարիներուն կշեշտեր, որ այսպիսի հանցագործությունները ոչ միայն զանգվածային եւ գրկնվող բնույթ ունեին, այլ նաեւ միտումնավոր էին ուղղված ոչ հայ ժողովրդի ստորացման եւ նվաստացման։ Հայ գիներու եւ աղջիկներու մարմիններու նկատմամբ գործադրված բռնությունը կընկալվեր իբրև ազգի արժանապատվության թաչված սպի։ Այդ գործողություններուն միջոցով ոճակորցերը կփորձեին թշնամի ազգի պատկանող դարածք նվաճել, հոգեբանական եւ քաղաքական բավարարություն ստանալ, չախչախելով ազգի արժանապատվությունն ու գոյատևման կամքը։ Այս երևույթը հայրու ցեղասպանության ամենաողբերգական, սակայն միաժամանակ պատմական ճշմարտությունը բացահայտող արձանագրություններն մեկն է, որ մինչև այսօր կշարունակե վկայել հայ ժողովրդի դեմ իրագործված, համագարկված եւ կանխամտածված բնաճնչման քաղաքականության մասին։ Երեք շաբաթներու ընթացքին ֆրանսիացի փաստաբանը, ով մեղադրող կողմի ներկայացմամբ հանդես կգա իբրև միջնորդ Ադրբեջանի շահերուն համար, պետք է պատասխան տա գաշարագերության եւ համախմբված խարդախության փորձի մեղադրանքներուն դիմաց ի նպաստ նավթային հսկա Total ընկերության։ Դատախազության համաձայն մեղադրյալը փորձած է գումար ապահովել իբրև փոխհատուցում հատուկ մուտքի մտիմաց, որ գերաշխավորեր Ադրբեջանի որոշ պատասխանատուներու հետ ռազմավարական էներգետիկ բանակցություններու մասնակցությունը։ Փաստաբանը, ով գդրուկ կերպով կհերքե իրեն ուղված մեղադրանքները, կբնթե թե դարձած է քաղաքականության եւ ներքին հաշիվներու զոհ, նպատակ ունենալով զինք հեռացնել հսկային գործեր է։ Բարձր ուշադրության արժանացած դատավարության, որը կներառե դիվանագիտություն, նավթային շահեր, զուգահեռ ցանցեր եւ Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցություններ, ուշադիր կհետևին ոչ միայն Փարիզի եւ Բաքվի մեջ, այլ նաեւ Արևմտյան Հայաստանի շրջանակներուն մեջ, որոնք կպաշտպանեն Արցախահայության վերադարձի իրավունքը, դիմելով մարդու իրավունքներու
Եվրոպական դատարանին եւ ՄԱԳ-ին։ Դատավորները պիտի որոշեն, արդյոք գոյություն ունի բարդ աստեցության համագարկմը, ուր իրար կմիահյուսվին գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ ձայրամասային թերակատարներ միջավայրի մեջ, ուր ֆրանսական խոշոր քաղաքական տնտեսական գործերու հիշողությունները երբեք հերու չեն։ Դատավճիռը կհրապարակվի 3 շաբաթ տևող դատական նիստերեն ետք։ Հարգելի հայրենագիտներն իր ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Արևմտյան Հայաստանը կշարունակե աշխույժ դեր խաղալ Արցախահայության իրավունքներու պաշտպանության գործին մեջ։ Այստեղեն իրականացվող նախաձեռնությունները գովին Արցախի բնակիչներու անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին, միջազգային կառույցներու, ներառյալ մարդու իրավունքներու Եվրոպական դատարանին եւ Միացյալ Ազգերու գազագերբության հարթակներու վրա իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչները կշեշտեն, թե վերադառնալու իրավունքը անկախտելի է եւ անոր գործնական ապահովումը կպահանջի համախմբված եւ համագարկված միջազգային ջանքեր։ Գադարվող աշխատանքները կներառեն իրավական օժանդակություն, դեղեկատվական արշավներ եւ միջազգային հարաբերություններու ոլորտին մեջ միջնորդական քայլեր ուղղված Արցախահայ բնակչության հիմնարար իրավունքներու պաշտպանության։ Այս գործունեությունը չի սահմանափակվիր միայն վերադարձի իրավունքի պաշտպանությամբ, այլ միաժամանակ նպատակ ունի հիշեցնելու միջազգային հանրության Արցախի հայության նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ ապահովելու անոր արժանապատիվ կյանքը հայրենի հողին վրա։ 2023 թվականի դեկտեմբեր 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքին մեջ գործող Արցախի ազգային ժողովը հիմնեց միջազգային հանձնախումբը, նպատակ ունենալով պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, հատկապես բռնի դեղահանվածներու վերադարձի իրավունքը։ 2 տարի անց այս նախաձեռնությունը կշարունակե մնալ առանցքային եւ խիստ հրադապ։ Հանձնախումբին գործունեությունը կհիմնվի հաստատական օրինականության, պատմական եւ իրավական հիմքերու, ինչպես նաեւ ինքնորոշման իրավունքի վրա։ ԱՄԹ-ի 2023 թվականի որոշումը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի, Բելգիկայի, Զվիցերիո, Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Կանադայի կողմէ ցուցաբերված աջակցության ընդլայնումը վերադարձի իրավունքը կդեղադրե միջազգային օրագարկի կենտրոնին մեջ։ Չնայած Ադրբեջանի վերանայողական քաղաքականության եւ Երևանի անկործության, հանձնախումբը կարողացած է հագաստել ապագոմնորոշիչ արշավներուն եւ ամրապնդել միջազգային իրազեկումը։ Զվիցերիո կողմէ առաջարկված բանակցային հարթակը միջազգային իրավունքի հիմնավոր դրույթներուն հետ ստեղծած է իրական եւ գործնական հիմք վերադարձի գործընթացը առաջ մղելու համար։ Կարևոր է շեշտել, որ Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության ուղղությամբ իրական եւ գործական քայլեր ցերնարգած միակ մարմինը կմնա Արևմտյան Հայաստանի կառավարությունը։ Վերջինս դիմաց է մարդու իրավունքներու Եվրոպական դատարան Արցախի բռնի դեղահանված հայ բնակչության հիմնարար իրավունքները պաշտպանելու, անոնց վերադարձի իրավունքը միջազգային մագարտակի վրա հստակեցնելու եւ իրավական գործընթացը շարունակելու նպատակով։ Քաղաքական հայտարարություններու եւ ցեվական մոդեցումներու կողքին այս իրավական նախաձեռնությունը այսօր կմնա ամենեն դեսանելի եւ գործող ուղին Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության եւ անոնց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովման համար։ 2025 թվականի նոյեմբեր 30-ին ՀՀԳ-ն ավարտած է Մինսկի խումբի եւ անոր հետ կապված բոլոր կառույցներու փակումը։ Այս զարգացումը խորապես նշանակալից է Արցախի համար, քանի որ Մինսկի խումբը միակ միջազգային մեխանիզմն էր, որ կճանաչեր Արցախը որպես առանցին քաղաքական հարց եւ կդրամատրեր հարթակը անոր կարգավիճակի, իրավունքներու եւ անվտանգության խնդիրները քննարկելու եւ լուծում որոնելու համար։ 1992 թվականին ի վեր Մինսկի խումբը ծառայած էր որպես հիմնական դիվանագիտական շրջանակ, ուր Արցախի քաղաքական աբական եւ անոր ժողովրդի իրավունքները կդիտարկվեին որպես միջազգային բանակցություններու օրինական նյութեր։ Միացյալ Նահանգներու, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ խումբը կպահպաներ համաշխարհային ընկալում, թե Արցախը բարձ տարածքային վեճ չէ, այլ քաղաքական եւ մարդասիրական հարց, որ կպահանջի կառուցվածքային եւ շարունակական միջազգային ներգրավվածություն։ Այս խումբի լուծարումը կնշանակե ՀՀԳ-ի ամբողջական հերացումը Արցախին վերաբերող հարցերեն։ Այսուհետ ովևէ միջազգային հաստատություն մանդատ չունի պաշտպանելու, բանակցելու կամ նույնիսկ պաշտոնապես քննարկելու Արցախի ժողովրդի աբական կարգավիճակը կամ հիմնարար իրավունքները։ Անիկա դասնամյակներ շարունակ գոյություն ունեցած դիվանագիտական ուղիի ամբողջական համագարկային հրաժարում է, որ Արցախին կշնորհեր միջազգային տեսանելիություն եւ քաղաքական օրինականություն։ Վերջական քայլը հետևեցավ Վաշինգտոնի մեջ ստորագրված համատեղ հռչակագրին, որը ստորագրված էր Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի կողմէ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Երբ ՀՀԳ-ի բոլոր 57 մասնակցող պետությունները հասան ընդհանուր համաձայնության, գազագերբությունը շարունակեց փակման գործընթացը։ Հետևանքները Արցախի համար ծանր են։ Մինսկի խումբի լուծարմամբ միջազգային հանրությունը այլևս չի պահպաներ ովևէ կառույց, որ կճանաչի կամ կպաշտպանի Արցախի հայ բնակչության ինքնությունը, իրավունքները, անվտանգությունը կամ քաղաքական աբական։
Վերջին օրերուն հրաբարակված են Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող շարք փաստաթուղթեր, որոնք կբացահայտեն այդ բանակցություններու ամբողջական դրամաբանությունը։ Ուշագրավ է, որ փաստաթուղթերուն մեջ բացակայ է Լեռնային Ղարաբաղ անվանումը, որ նախին շրջանին արգա էր միջազգային բոլոր փաստաթուղթերուն մեջ։ Փաստաթուղթերուն մեջ ներառված նյութերեն կբարձվի, որ դարիներ շարունակ Հայաստանի մեջ կառուցված են քաղաքական գեղձ ընկալումներ։ Բանակցություններու առանցքային նպատակը Արցախի Հայաստանի հետ միացումը չի եղած, այլ 7 շրջանի վերադարձը Ադրբեջանին։ Միջազգային հանրության մեջ քերիշխող ընկալումը մշտապես այն եղած է, թե ինքնորոշումը կնշանակե ինքնակառավարում Ադրբեջանի գազմին մեջ եւ ոչ թե անկախ պետականություն։ Նույն փաստաթուղթերը կշեշտեն, որ Ադրբեջանի համաձայնությունը անխուսափելի էր, ինչ որ նաեւ կբացատրե, թե ինչու Արցախի մեջ հանրակրվեի իրականացումը անկարելի կնկատվեր առանց Ադրբեջանի ներքին քաղաքացիներու մասնակցության։ Հայտնի է նաև Արևելյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, ուր կնշվեր, թե ռազմական հավասարակշռությունը խախտված էր, պատերազմը գրեթե անխուսափելի դարձած, իսկ Ադրբեջանը մերժած էր պատասխանատվությունը ստանձնել հանրակրվեի կամ միջանկյալ կարգավիճակի հարցով։ Նամակը նաև կվկայե Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը ստանալու կարևորության մասին, առանց որում բանակցային գործընթացը կդառնար անիմաստ։ Փաստաթուղթերու հրաբարակումը կբացահայտե, որ իրականության մեջ Արցախի հակամարտությունը հասած էր 1991 թվականի զերոյական գետին նախորդ անկախության հանրակրվեի գոյությունը եւ կառավարման կարգավիճակը փաստացի անկործուն դարձնելու պայմաններուն մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։